1987 թվին ընտանիով հաստատված են Մոնտրիալ։ Ընկերին շարունակած է ներկայացությունը Սուրբ Հակոբ եկեղեցիեն ներս։ 1990-97 թվականներում անդամակցած է համաշխարհային անիվարախմբի հանձնախմբին, նաև ավելի քան 30 տարիներ հայ օգնության միության։ Բարև ձեզ, շատ ուրախ ենք, որ անգամ եւս ձեզի հետ ենք այս տարի Մոնտրիալի հայ գետրոնի հոմենետմեն գամք Հայկ Մարգարյան մարզասրահեն։ Այսօր հոստեղի կունենա հայ օգնության միության Մոնտրիալի Սոսե մասնաճյուղի գազմագերված դարեգան ավանդական դոնավաճառը իր հարուստ եւ ջոխ գրբակներով։ Այս տարվա գնքամայրն է ընկերուի Հասմիկ Միրզախանյանը։ Եկեք միասնապար շրջինք գրբակները եւ վայելենք աշատ ջոխ խանդավառ Դոնական մթնոլորտը։ Ուրեմն աս գաղանտի գրբակն է գրնան գստել։ Այո, ինչպես որ գտեսնեք, որ գաղանտի գրբակն է, որ ամենագարձեմ խանդավառն է բազարին։ Եվ ես նշմարեցի, որ շտկված ծևը շատ գեղեցիկ է։ Անշուշտ, այո, որտեղ շատ ժամանակ տվինք, աշխատեցանք, որպեսզի թե դեկորը գեղեցիկ գլա, թե ամեն մեկ խաղալիքները երևին։ Եվ ուրդեղ են աս խաղալիքները կհավաքեք։ Ընդհանրապես մեծամասնությունը նվիրատվություն է, կոմպանիներ են, որ կան։ Իսկ Կարմեն քեզի համար ամեն տարի աս հոմի բազարին մաս կազմելը ինչպիսի զգացում է։ Շատ խանդավառ գլանք ամեն ադեն, շատ ուրախ գլանք, բادرաստելը քիչ մի երկար է, բայց հաջույքով է եւ ընկերուներուն օգնությամբ բարգավ։ Շատ շնորհակալ եմ, ծերված կգադար։ Ունինք նարինեի նուրբ ոսկիա օծված զարդեղենները, ունինք երազի աբրանքները, որ վզնոցներ են, բայսակներ և զարդասեղներ են, և ունինք այս տարի նորությունը արիքան, որ հատկապես Հայաստանին ստացած ենք, և կկաչալերենք մեր այցելողները, որպես իրենք կան և դեսնեն ասկեղեցիկ զարդեղենները, որ զարդարեն իրենց դոնածար այս տարին։ Բոլորն ալ հայկական են և շատ յուրահատուկ են, գրնանք նոր դարվա, այսինքն շատ գեղեցիկ եւ արժեքավոր նվեր մը գրնալ։ Մանավանդ որ հատկանշական է, որ հայկական ասեղնագործի աշխատանքներ են եւ մոտիվներով են, իսկապես շատ գնահատելի են։ Շնորհակալ եմ։ Այս տարի կտեսնեմ, որ նոր գրբակը եւ ասենք շատ կոզի գրբակն է։ Այո, շատ։ Այս տարվա մենք գիշերանոցներու, մուջակներու գրբակին մեջն ենք։ Ամեն տարվա պես ամենը նվիրատված են եւ օրինակ Արդենեն շատ ապրանք կա եւ շատ ուրիշ զանազան դեղեր է ալ։ Իսկ քեզի համար աս բազարին համար աշխատիլը ինչպիսի իմաստ ունի։ Իմաստ ունի, որտեղ Սուրբ Հակոբի աշակերտ եմ եւ ուրախ եմ, որ հիմա իմ ավելի մեծ տարիքով գնամ ետ նվիրադրել հայության բազարի աշխատելով։ Այո։ Շատ աբրիկ, շատ շնորհակալ եմ։ Մերսի շատ ձեզի։ Հասմիկ, ընդհանրապես խաղալիքներու գրբակ այս տարի հագուստեղենի։ Այո։ Այս տարի նորեն անցյալ տարի ապերած ենք, այս տարի ավելի RW Pennington, թե դղամարդու, թե աղջիկներու եւ եվրոպական սամպլներ կա, Northern Reflection-ին ալաբրանքներ են կա ունենք հոստեղը։ Եվ ինչպես կընթանա վաճառքը։ Պետք է ասեմ, շատ սպաղած են դեղերնից այո նեղ է, բայց կոնե ամեն մարդ ազնիվ է եւ համբերադար կզադե իրենց ապրանքները։ Ինչ է գարձիկդ աս հոմի բազարի մասին եւ նպատակին։ Նպատակը ամենակարևորն է, մեր հայկական դպրոցը Սուրբ Հակոբ ամենակարևորն է եւ ադոր համար շատ կարևոր է, որ այս տեսակ ցերնակներ հաջող անցնենք եւ գարնանք դպրոցին օգնել եւ անշուշտ, եթե ավելի գնանք օգնել, ժողովրդին ինչու ոչ։ Այո։ Շատ շնորհակալ եմ։ Սից համար հաջողություն։ Ես շատ սիրեցի աս ամբողջ ընդհանուր աս սև դարակույները դարբեր իմպակտ ունեցավ երբ որ մտան է լույսերով
եւ սիմվոր ինչ որ գարմիրին բաները, դասկոստները։ Ամեն տեսակետով շատ գեղեցիկ է եւ ես ըրած եմ, ես դարիներ առաջ բազարի մեջ աշխատած եմ, ես գիտեմ ինչ աշխատանք կա։ Բայց պետք է սել որ անադենը շատ բաներ ունի, չգար որ հոս այսօր գա։ Մանավան Հայաստանի արտադրանքը։ Բեշե ուդելիկ եղերը, կամ կավատներ եղերը, կամ ուրիշ բաներ։ Անանք որ գրնամը սել որ դարի աս բազարը ավելի ջոխացած է։ Եվ ինձ համար անստավես իպր անց, որ աշխապ դարի է հոմու եմ, երբ որ գուկամ եւ գնալա որ արիտը չունիմ ամենու հետ խոսելու, բայց բարև մպամը ադիգա ինձ համար վիտամին է։ Այո, Շատ ճիշտ է վիտամին է։ Անակորադ եմ սկացումներս։ Այո, շատ շնորհակալ ենք ընկերուի Աննա, անցյալ դարի գնքամայրն էիք, բայց ամեն տարի ներկա եք բազարին, ինչ է ձեր գարձիկը աշխատանքի մասին։ Գարձիկս պարզապես ասեմ, որ հսկայական աշխատանք է, բոլորին վարձ կգադար, իսկապես որ շաբաթներ, ամիսները որ գաշխատին գոր, հոյագապ ծերնար եւ ասպազարը նաեւ քաղուտի անդամները իրարկով բերելն է եւ նաեւ ծրակիրը նպատակը, որ ընդհանրապես նաեւ մեր դպրոցին համար է աս ամբողջ աշխատանքը բոլորին վարձ կգադար, իսկ ձախսողներուն ավելի վարձ կգադար։ Էլո աս գրբագը բավական մեծ գրբագ է, ինչ որ տեսնեմ ամենահայկական արտադրություններ են։ Այո, հայկական արտադրություններ կա, նաև հունական եւ արտադրություններ կա, որ լիբանանեն եկած են։ Ինչ օրինակ, ինչ ունի։ Շատ նորություն ունենք, այս տարի Հայաստանեն շոկոլադ ստացանք նոր Արարատ կոմպանիան, որ մոդադեն են խանութներում մեջ մի դեստեք, մենք առաջիններն ենք ծախելու։ Նաև ունենք տարբեր անուշներ, ուրեմն ցցրեմ ցեզի նայրի անուշները, որ ամեն մարդ արդեն ծանոթ են շատ, ամեն խանութներում մեջ կծախեն եւ իրենց բահաձոները հոս նոր Հայաստանեն անուշներ եկած են Անդարի, Բումբարիկ, Homeland, Մրկաստան, Big Peak եւ աս մեկադը օրինակ շատ այսինքն փամն է օրիջինալ application-ը download բեկենես եւ հոստեղը նկարի մեջ արարատները կտեսնես, թրջունները կտրինգոշ եւ հայկական երկա, եդեւս շատ քեղեցիկ է։ Իտալական սոսեր կան եւ աս բաժինը ամբողջ Լևանտինին բահաձոներն են, այո, ամենը լիբանանեն եկած են։ Գերուի Սալպի այս տարի բավական ջոխ կերևի սեղանը։ Շատ ավոր է, ժողովուրդը գպերը եւ շատ լավ է, համով բաներ, աղին, քաղցրը, բոլորը։ Եվ ինչպես կընթանա, բավական գծախվի գոր։ Օյա, բավական չենք կեցած, բրեկ չենք առներ։ Ինչ է գարձիկդ այս անուշեղենի սեղանի մասին։ Գարձեմ թե այս բաժինը մեր սեղանը ամենև շահապեր եւ հասույթապերն է։ Պարկասոր լավ ենք, այս տարիալ աստված բաբան մեզի արժանի իրավքանք և օգնենք, շատ ուրախ ենք, որ աղվոր վաճառք եղավ։ Գերուի Նատալի, այս տարի ինչ որ գտեսնեմ, քիչ մը կոնցեպտը փոխած եք դեկորեյշնի։ Այո, քիչ մը ուզեցինք փոխել, քանի որ շատ գրբակներ ունենք, շատ նոր գրբակներ ունենք, ինչպես որ տեսակ հացի գրբակ ունենք եւ շատ ապրանք ունենք, նորություններ ունենք, հայկական համով անուշի տեսակներ ունենք, Հայաստանեն եկած ապրանքներ ունենք, ուրեմն քիչ մը ուզեցինք կոնցեպտը փոխել, ավելի գրբակներ ու դեղ դալ, այո։ Ուրեմն այդ մեջտեղի բաժանմունքները վերցուցած եք։ Այո, այդ կոնցեպտը ուզեցինք քիչ ավելի բացը լա եւ ժողովուրդը երբ որ կա ավելի ասանք բաց տեսնա եւ ավելի ուրախ եւ ամեն լույսերը տեսնան։ Շատ լավ մտածած եք ամենայն թեւս։ Ինչ ունի սելիք հանձնախումբի մասին։
Հանձնախումբին մասին սրդանց շնորհակալություն կհայտնեմ բոլոր անդամներուն։ Անշուշտ պետք չէ մոռանանք ընկերայինին ընկերուները, որ աշխատեցան ամիսներով, որ մեզի համով բաներ պատրաստեն։ Եվ բոլոր գամավորներուն իրականությունը անե որ առանց իրենց չենք կրնար ասանք դոնավաճառը, ասանք ջող դոնավաճառը հաջողցնել եւ իրականացնել։ Մեր սեղանը գրբակ ունենք թայնով հաց, մանթը, սյուբերեկ, սինի քյուֆտե եւ զեթով սարմա։ Ամենապոպուլարը գարձեմ զեթով սարման է, որ ընկերուները գուքան չարաչար աշխատին եւ մեկ-մեկը պատեն։ Ուրեմն ժամը 10-ին թամար լայն-ապ ունեինք, չես կնար հավատալ, շունչ առնելու ժամանակ չունեինք եւ շատ ասենք ոգևորվեցանք, որ ինչ աղվոր շաբաթավերջ մի անցնենք ըստելով, այո։ Ուրեմն ընկերային հանձնախումբը մեծ մասնակցություն կբերի այս պատրաստություններում մեջ։ Այո, ընկերային հանձնախումբը չլան է, գարձեմ թե լման անգլերեն, եթե գնամ ասել it's the cherry of հոմուիներուն անշուշտ։ Ընկերային հանձնախումբը թրշուն ըրին, թրշունները պատրաստեցին, թթումով անուշը պատրաստեցին, թայնով հացը, զեթով սարման, ամեն ընկերայինը իրեն անուշ ցերքերը, ընկերուի Երանը, ընկերուի Լենան, ընկերուի Մարոն, Զեփյուրը, oh my god, ամենուն անունները գնամ ասել, Թերեզը, Մայդան, ամեն այո։ Շատ շնորհակալ ենք ձեր բոլորին ձեր կերուն տալը։ Մերսի, քուալ վարձ կդկադար թամար։ Ամեն տարի աշխատանք կդանին, ամեն տարի կգնահատենք եւ նորեն նույնը պիտենենք, որովհետեւ իսկապես մեծ հաճույքով է որ ներկա կտվինք եւ ագանադես կլանք իրենց բոլոր ամիսներու աշխատանքին եւ շատ հաճելի մթնոլորտի մեջ կդոնենք աս մեր ավանդական դարձած ցերնարգը Ինչ ունի կսելիք հանձնախումբին եւ վարչության մասին։ Վարչությունը եւ հանձնախումբը մեղուի պետագի պես աշխատին առանց հաշիվ ունելու իրենց բոլոր ժամերը, բոլոր ճանկերը, այսինքն եւ ասիկա գամավոր աշխատանք է, հավատալով հոմին, մեկ ընտանիքի պես աս աշխատանքը ուղագի մեր դակուկ մտորորդը գսկանք եւ գկնահատենք շատ։ Շատ ձանոտ հայտնի թեմք մնեք, ամեն բազարի, ամեն հոմին ծեր նարգի ներգայեք, թունալլա, կույրը տալլա, ուրեմն ինչ է ծեր գարձիկը բազարի աշխատանքի մասին, որ հոմը կգազմագերբե։ Իմ գարձիկս այն է, որ հոյագապ կործումն է և իսկապես վարս կգադալ բոլոր աշխատողներուն, անոնք որոնք նվեր գուդան նվիրադուներուն և պետք է ասել, որ դարվե դարի միշտ նոր աբրանքներ կան, ավելի ջող կլա, Ուրեմն գմախտեմ, որ այս տարվա հասույթը մեծը լա, որովհետև նպատակը գիտենք ինչ է, դպրոցին համար է։ So, այդպես որ բաց կգադար ամենուն։ Գարձիկս գարձեմ նույնանման բիդելա, բայց շատ հբարդ եմ, նախ հբարդ եմ, որովհետև ասմիության անդամ եմ, երկրորդ հբարդ եմ, որ մեր ընկերուները ասկան ժրաչան աշխատած են, ասկեղեցիկ դոնավաճառը պատրաստելու համար, ինչպես արդեն հիշվեցավ, չանք չեն խնայած, որ նորություններ բերեն, եւ այս տարվա ամենեն հետաքրքրականը աբրանքները ցուցադրելու նոր ծևն է, որ ավելի գրավիչ է, գարձես ավելի անպայման գուզես մոդենալ սեղանին եւ դիդել եւ քնել։ Բիդի մախտեի որ վստահ եմ բիդի լա ամեն ներկաները անպայման մասնակցին քնեն, որովհետեւ ինչպես հիշվեցավ նախաբես նպատակը շատ կարևոր է գտնամ ասել որ մեր դպրոցին համար է եւ ուրեմն պետք է ամենքս կաչալերենք։ Բարև ընկերուի Արմինե։ Բարև Թամար։ Մենք ցեզի հետևեցանք Հայաստանի այդ շատ ջող հայդակիրները, որ հոմը գազմագերված էր իսկապես, նախ բարի վերադարձ քեզի։ Մերսի, շատ ուրախ եմ, որ վերադարձա եւ պատմական օրեր ապրեցանք, այո։ Իսկապես։ Իսկ հիմա ներկայես իրականության հետ մեր դարեգան բազարն է, ինչ է ծեր գարձիկը այս տարվա աշխատանքի մասին։ Շատ կգնահատեմ ջոխեն այս տարվա սեղանները, գրբակները, լեցուն, շատ աղոր նվերներով, հայտնի է, որ մեծ բանակը, գամավոր բանակը լավ աշխատանք տարած են,
եւ վստահ որ լավ արդյունք կլբերի դա, ինչպես որ գիտենք միշտ մեր ամենօրյա վարժարանին համար է, լավ նպատակի համար է եւ ժողովուրդն ալ միշտ կան սիրով կաչալերեն։ Կտեսնեմ, որ մեծ մասամբ մանկական գիրքեր այսօր թերած է։ Այո, նորեն գրգին հոմը հրավիրեց մեզի իրենց բազարին, սո ամեն տարի կհրավիրեն։ Կարծեմ կարևոր է, որտեվ արիտ կուտա մեզի մեր հայկական գիրքերը, մանավանդ բզիկներու, որտեղ շատ բզիկ կուկա բազարին, գանցնին գտարնան, մամաներուն կգանչեն, գիրք ուզեմ եւ այլն, լավ է եւ քոնե մեր մշակույթը քիչ մարջև գնանք տանել ասծեվով։ Շատ շնորհակալ ենք համասկայնին վարձ կգադար։ Մերսի Տամար։ Այս տարվա բացումին մենք դիտեցինք շատ գեղեցիկ ձևով դեղի ունեցավ Ժաբավենի հադումը գնքամայրությամբ ընկերուի Հասմիկ Միրզախանյանի, ինչ ունի կսելիք ընկերուի Հասմիկի մասին։ Ընկերուի Հասմիկը շիդակ դարիներով շատ սրդանց կաշխատի եւ երբեք չսպասեր, որ մեկը իրեն ասեն հովապանի այդ տեսակի երբեք եւ ընտագարակը միշտ ետ կքաշվի։ Եվ ասենք, որ ոչ, հաջիս, շատ ուրախ ենք, որ ընդունեց մեր գանքամայրը լալով, որովհետև շիդակը դարիներով նազուկները հարյուրավոր նազուկներ գներ այս ծորվան համար այս տոնավաճարին 1000 նազուկ շինած չեմ հավատար Երևակայ է ինքը եւ իր աղջիկները Տալինը եւ Պյանան 1000 նազուկ շինած են այսինքն իսկապես հոյագապ մեկ կորցման է չեմ գնար ովև մեկ բամ ասել եւ ինքը արդեն Երբ որ վարդանանցը կդոնեինք, ժամանակին ասենք, և բարսկայ ճաշերը գլար, ինքն էր, որ կպադրաստեր, ինքը աղջիկները և մեր հոմույներենը, գուկային խոանոցը գոքնեին իրեն, ինքն էր, որ գներ, այնքան չեմ գրնար հիշել ամեն մեկ գեդը, բայց այնքան հրած է, որ այնքան նվիրված է, մանտներուն գոկա օգնելու ամեն ինչի ընկերուին միշտ մեր կողքին է, միշտ պատրաստ է օգնելու։ Վստահ եմ, որ վարչությունը երբեք դժվարություն պիտի չունենա, ոյ մեկ հոմուհի գտնելու իբր գնքամայր, որտեվ ամենքն ալ նույնն են, բոլորն ալ անցնվեր աշխատին, եւ ընկերուի Հասմիկը անոնց մեկն է իսկապես ընկերուի Սոսի ինչս եմ գհուսանք որ աս դոնավաճարը գահասնի իր նպատակին եւ մեծ գումար գրնա ապահովել դբրոցին համար մենք ալ շատ գհուսանք աղոթենք ինչպես որ նշмарեցիք մենք արդեն մեկ շաբաթ հետացկեցինք մեր դոնավաճարին թվականը որովհետեւ քանի որ դբրոցը կոց է արցագուրտի են Անիկա գաստեգո մեզի, այնպես որ մենք փոխեցինք, որպեսի կարենանք հասնել և մեր նպատակին հասնենք, ավելիով Ձեր բոլորին վարձ կգադար և բարի ամանոր Շատ մերսի Տամար նմանապես Ընկերուի Հասմիկ, ուրեմն այս տարի դուք բախտավոր գնքամայրն էիք այս դարվա դոնավաճարին Ինչպես էին ձեր զգացումները, երբ ձեզի մոտեցան։ Շատ տարբեր զգացումները, որովհետև մտածում էի, որ ես արժանի չեմ, ինձանից շատ ավելի արժանի մարդիկ կան, ընկերուհիներ կան, որ տարիներ հոմի համար աշխատած են։ Մեկից զարմացրեց, բայց վերջապես մարդկային զգացում ընդունեցի։ Այո, շուշտ։ Ընկերուի Հասմիկ, ես կհիշեմ, դուք ալ դարիները իվեր հոմի մեջ աշխատիք եւ արժանապար այսօր կգարձեմ, որ շատ լավ ընտրություն հրա ձեր վարչությունը։ Ինչ ունի կսելիք ձեր ասկան երկար դարվա աշխատանքի մասին։ Որ հոմը կաշխատե սերունդ դասյարակե ապակայի համար, որ մեր աշխատանքները նոր սերունդը շարունակե Եվ հոմը միշտ մնա ժողովրդի կողի,
Շատ շնորհակալ ենք ընկերուհի Հասմիկ եւ ծեր վարձ կգադար։ Մերսի համար, հույսով եմ, որ միշտ հաջող աշխատանք ունենաս։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Ինչ օգուտ այն մարդուն, որ գսե հավատ ունի, երբ որ հավատքին արտահայտություն եղող փորձերը չունի։ Միթե այդպիսի հավատքը գնա զինք փրկել։ Դոք հավատքը առանց փորձերու մերած է։ Այս իմաստությունը բարձ ու հստակ կփոխի մեր սիրելի հոմի սրտեն։ Հավատքը անշադետի է փորձեն։ Փորձը թարգմանությունն է իսկական հավատքին, այսինքն այն վստահության հարցը արժեքներուն հանդեպ, արժեքներուն, որոնք իրավ մարդը գարարեն, իրավ գազմագերությունը գարարեն, իրավ ընկերությունը գարարեն, նաև ժողովուրդը և ազգը։ Այս դոնավաճառը հավատքի դոնավաճառ է։ Այս դոնավաճառը օգտակար և հնամատար գործի դոնավաճառ է։ Շնորհակալություն հոմին, որում առաքելությունը մեր հետերու թեթևացման սրտակին ծառայություն է, խոսնական spirituality-ը, գեցե հոմը, շնորհակալություն։ Սիրելի հերուստատիտողներ, գհուսանք, որ կարողացանք այսօր ներկայացնել այս շատ գեղեցիկ բացկերը, գեղեցիկ մթնոլորտը, որ գդիրեր Հայկ Մարգարյան մարզասրահեն ներս։ Տերևս ծեր շատերուն համար բազարի այս հաղորդումը գտնա գրկնությունը լալ, որտեղ ամեն տարի հայ հորիզոն հոսե եւ գուզել ուսապանել։ Սակայն մեզի համար պետք է ասել, որ մեծ հաճույք է վգայել այդ նվիրական աշխատանքը, որ ամեն մեկ հոմուհի իր ամբողջ սրտով գտանի եւ այդ մեկը բաժնել ցեզի հետ մեզի համար ամենամեծ առաքելությունն է։ Ուրեմն ծեր բոլորին կմաղթենք բարի ամանոր, շնորհավոր նոր տարի եւ սուրբ ծնունդ։ Երասի խոփին, սերմի ծովից փոքին, ու հանում է յոթերով թերքին, որով սիրուց ախանամ, ու նոր հասկանամ, էրու չեմ գնայ քոմերքին, գնալի, հետը դուր ասես, չունի աշխարը, ձեզ նման հանդիսատես։ Բարև ձեզ, հայ հորիզոն ձեզի հետ այսօր Սանտր Արմենիեն ներս։ Այսօր հոս դեղի գունենա Աբակա թերթի 50 ամյակին նվիրված գալա համերգ ճաշկերույթը, օրհնությամբ կանադահայոց թեմի առաջնորդ Կերաշնոր դեր Աբկար եպիսկոպոս Հովագիմյանի եւ հովանավորությամբ Հայաստանի Հանրապետության արտագարկ եւ լիազոր տեսփան Անահիտ Հարությունյանի։ Ուրեմն Թեքեան մշակութային միության այս հոփելենական ցերնարգը գխանտավար է Հայաստանեն հատկապես հրավիրված երգչուհի Սոֆի Մխեյանը։ Եկեք միասնապար մտնենք ներս։ Շիրազի խոսքերով հայոց լեզուն է, որ մեզ փյուր տարեր հայ է բահել։ Իսկ Մուշել իշխանի հրճագավոր դողերը, որ արդեն բոլորիս մտքերում մեջ տրոշմված են, հայոց լեզուն դունն է հայում աշխարհի 4 ծակերում։ Բոլորս լավ գիտենք, թե հայ ժողովրդի տարավոր գոյատևման դժվար ճանապարհին քրագանության եւ դպրոցի ողքին մայրենիին պահպանման դժվար աշխատանքի մեջ նույնքան աստեցիկ եւ կարեւոր դեր կատարած է ու կկատարե հայ մամուլը, երբ մի քանի թերթիկներով այս հավաքածուն մուտք կգործե մեր դներեն ներս, բերելով իր հետ անցյալի տարավոր բուրմունքը եւ ավակայի վայծար դեսլականը։ Հայում խրով հավատքով եւ անսասանգեցվածքով գար համարենք ամեն տեսակի դժվարություն,
Այնքան ժամանակ, որ ցեզի նման գիտակից անձերով շրջապատված ենք։ Եվ Հովհաննես Շիրազի խոսքերով գարաշնորհվենք ու կշարունակենք մեր երթը դեպի 100 ամյակ։ Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, դուք հողերի պես ուշեցիք վայրակ։ Մենք ցերթեմ ելանք մեր լեռների պես, դուք հողերի պես ոռնացիք վայրակ։ Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, դուք հողերի պես կգորջեք վայրակ։ Ձեր բոլորին բացկադար և մեր բոլորին դոն շնորհ։ Բոլորս էլ գիտենք, սակայն սիրելի բարեկամներ, թե ամեն կարևոր կառույցի նման հիմնադրությունը սկիզբն է միայն աշխատանքին։ Անոր գեդերի տատար չունեցող այն դժվար աշխատանքը, որը շնորհիվ է, որ հավաքան կհրադարակվի մինչև այսօր առանց ընդհանումի։ Մինչ ամբողջ աշխարհը մեր կապոտը եւ դժբախտաբար նաեւ մեր հայրենիքը գացնին մեծ եւ փոքր դակտակներ եւ վերիվայրումներ։ Ավական դժվար առաքելություն ունի։ Նախ պետք է արձագանքե բոլոր կարևոր իրադարձությանց, բայց մանավանդ ավակային բարձրականությունն է մեկնաբանել այդ բոլորը եւ չանալ մեր ժողովրդի մեջ ստեղծել հավաքական, առողջ եւ կառուցողական գեցվածքը, որ ինվաստ լա մեր ազգային քերակույն շահերուն։ Այս բոլորը, սիրելի բարեկամներ, վերջ չունեցող վասկ ունեն։ Ոչ սկիզբ ունի եւ ոչ անվերջ։ Իրականության մեջ այս բոլորը իսկական ճակատամարտ մնեն։ Ահա թե ինչու ավական պետք ունի մեր բոլորին, ձեր բոլորին օժանդակության։ Ուրախությամբ ուզում եմ նշել, որ ապագան լինելով Կանադայի առաջին եռալեզու հայկական շաբաթաթերթը, ինչպես նաև ռազմավար ազատական կուսակցության պաշտոնաթերթը, երբևէ չի սահմանափակվել կուսակցական լուրերով եւ տարիների ընթացքում հարթակ է տրամադրել տարբեր կարծիքների եւ մոտեցումների ձգտելով լինել անաչառ ու վստահելի լրատվամիջոցը։ Եվ հատկանշական է, երբ այս տարի մենք նշում էինք Հայաստանի Հանրապետության դեսպանության հիմնադրման 30-ամյակը Օտավայում, օգտվել ենք ապագա շաբաթաթերթի արխիվային նյութերից, որպեսզի կարողանանք վերականգնել 30 տարի առաջ տեղի ունեցող այդ կարևոր իրադարձությունը Կանադայի մայրաքաղաքում։ Վերստին շնորհավորում եմ ապագա շաբաթաթերթի հիմնադիրներին, ներկա եւ նախկին խմբագրակազմի նվիրյալ անդամներին, ինչպես նաև մեզ ընթերցողներիս այս գեղեցիկ հոբելյանական առիթով մաղթում եմ թերթին երկարատև, բեղուն եւ արդյունավետ գործունեություն ի նպաստ վստահելի, անաչառ եւ բազմակողմանի լրատվության եւ համայնքային միասնության։ Շնորհակալ եմ բոլորին եւ մաղթում եմ բարի երեկո։ Կես դարի ավելի ապագա թերթը եղավ մեր ժողովրդին հավատարիմ ընկերը եւ ուղեկիցը։ Մենք քիչ առաջ կնայեինք ապագայի պատկերները, թե ինչպիսի կեսդարյա ընթացք ունեցած է մեր թերթը եւ շարանը այս ամսվա հոբելյաններով, որ հայ բարեգործական ընդհանուր միության 50-ամյակը այսօր ապագայի 50-ամյակն է եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին երկուշաբաթ վերջը պիտի 55-ամյակը նշե։ Այդ շարանի մեջ բախտավոր ենք եւ պատմական այս իրադարձության մեջ երջանիկ կզգանք մեզի, որ այդ շղթայի հիմնադիրը մեզ մեջ է մեր շատ սիրելի դոկտոր Արշավիր Գյոնջյանը։ Աստված օրհնի եւ բարի ձեզ սիրելի դոկտոր, որ ժամանակին ձեր մտքի մեջ այդ կառույցները հղացան, որպեսզի հայկական կյանքը Մոնտրեալի մեջ կարողանանք կազմակերպել եւ աշխուժացնել։ Կմաղթենք, որ հաջորդ 50 տարիները նոր հաջողություններ բերեն, նոր ծրագրեր, նոր հեղինակներ, անսասան
ազատ խոսք և մշտավադարմություն հայ մշակույթին և ճշմարտությանը։ Թերթի առաքելությունն է այդ ճշմարտությունը փոխանցելը մեր ժողովրդին։ Առողջություն, ստեղծագործական ուժ ու բարօրություն կմաղթենք, կցանկանանք բոլոր անոնց, որ ովքեր կշարունակեն ընթերցասեր մնալ ապագային, կշարունակեն հավատարիմ մնալ ապագային։ Ես գնահատանքն ու օրհնությունը կփոխանցեմ այս հրաշալի ձեռնարկին ներկա գտնվող մեր ազգային հերոս Սարգիս Ստեփանյանին։ Իր ներկայությունը ևս մեկ նշան մնե մեր հայության համար։ Եվ Սարգիսը և իր զորակից եղբայրները կտեսնան, այցելելով մեր հայ համայնքը, կտեսնան, որ իրենց թիկունքն էլ ապահով է Սփյուռքի մեջ, որ այստեղ մարդիկ զինվորագրված են իրենց գրիչով, իրենց խոսքով, իրենց մտքով տարիներ շարունակ եղած են մայր հայրենիքի և մայր Հայաստանի հետ։ Աստված թող իր օրհնությունը բաշխե մեր բոլոր ընթերցասեր հայրենիներու վրա և 50-ամյակներ թող շնորհավոր։ Ինչ է ծեր գարձիկը 50 տարեկան աբակայի մասին։ Անշուշտ հոս չեկած բավական այս նյութի մասին մտածեի ճամփան եւ ինքնին ասի որ արդյոք այսօր մեր ներկա քաղուտը եթե թեր չունենար, եթե այս բոլոր գարույթները չունենայինք, պիտի կարենայինք ստեղծել անինչ որ 50 տարի առաջ մեզ մեր առաջվանները կարողացան դեսիլք ունենալ եւ այնպես ինքնին գազմագերբել, որ ստեղծեն եւ քոյադեվե։ Այսինքն ոչ միայն աբակաթերթը, ինձ համար այս բոլորը լա հորիզոն թերթը, լա աբակաթերթը, լա բոլոր գարույցները, որ ունենք արդեն 50 տարի քաղաքի մեջ մեծ հրաշք է։ Եվ նույնպես պետք է ասել, որ Մոնտրեալը յուրահատուկ քաղաք մնե։ Այսինքն շատ քաղաք չկա Սփյուռքի մեջ հայ քաղաքով, որ գրծած է այսպես գազագերբություններ, գարույցներ եւ մանավանդ երկու շաբաթաթերթ պահել 50 տարի գեստար։ Ուրեմն շատ բարձր քննադանքով կմտածեմ նյութի մասին։ Պարոն Բաբիկյան, ասինչ քեղեցիկ երեգոյ է, վայել 50-ամյակի, իբր ադենաբեդ ծեր արժևորումը ինչ է ասկիշերվա։ Մեր արժևորումը իհարկե մեր ժողովրդին կողմի քննադանքն է, որ այսօր ներկա գտնվին եւ քննադեն դարված աշխատանքը, որը սկսած է 50 տարի առաջ եւ թերթը իր կարևոր դեր ունեցած է մեր քաղաքի գազམ մեջ եւ թերթին հարաբերությունը այն եղած է, որ նախ մենք հայ լեզուն մենք կարողացած ենք պահել եւ թերթը միջոց եղած է, գաբը եղած է Սփյուռքի, Մոնրեալի հայ քաղաքի, Կանադայի քաղաքի եւ մանավանդ հայրենիքի։ Այս գաբը կարևոր է մանավանդ անցյալին եւ նույնքան այսօր շատ ավելի կարևոր է։ Եվ հուսանք, որ այս նույն ոգիով, նույն խնդավառությամբ
այս գործը շարունակվի երկար տարիներ, որքան ադեմ որ մեր կաուտը ոտքի է, գանկուն է եւ գործե։ Այնքան ադեն որ գա նվիրումը, գոյադև է նաև թերթը։ Այս գործերը առանց նվիրումի կարելի չէ անել, որովհետեւ ոչ նյութականը բավարար է այս նման հսկայական գործ մեջ տեխանել։ Նվիրումն է որ պատճառ կդառնա այս գործին հաջողության։ Ջող մտնոլորդ է։ Վերջապես ջող մտնոլորդը ստեղծեցինք, Սոֆին բերինք եւ ասանք։ Եվ բավական մեծ թիվով ներկան այսօր։ Այո, 300-ն ավելի ժողովուրդ կա, շատ ուրախ ենք, 50 տարի անցավ եւ ասեվով պետք է խրախճան կնենք, տոնենք, այո, անպայման։ Ուրեմն ինչ ունի սսելիք գասմագերբչական աշխատանքի մասին, որտեղ գիտեմ, որ բավական ինվոլվդ է իր ասկորձը։ Այո, 3 ամիս է 20 հոգիով ժողով գնենք ամեն 3 շաբթի դրամահավաք, organization մասը եւ հաջողեցանք։ Ինչպես էր ընտրությունը Սոֆի Մխեյանին։ Ուրեմն մենք գուզեինք տարբեր բան անել ամեն տարի նույն ծևով որակավոր արտիստներ գուքան, բայց ուզեցինք տարբեր ծևով լա մի քիչ բարեն ուրախանան ժողովուրդը եւ Սոֆին ես կդա որ այս ծևով ասանք խրախճանքներ կնան կնել եւ իրեն հետ խոսեցանք եւ հանձնախումբը ընդունեց իրեն եւ ասանք Եվ կոհեք այսօր արդյունքեն։ Շատ կոհենք եւ հրաշալի աղջիկ է Սոֆինալ, ամեն ծևով եւ հայրենասեր, շատ հբարդ ենք իրմով, շատ ուրախ ենք, այո։ Շատ շնորհակալ ենք արա, ծերվարց կգադար եւ 50-ամյակը աբակային շնորհավոր։ Մերսի Թամար եւ քու սփորտը դա շատ կարեւոր էր։ Սոֆին ինտերվյուերիկ իրեն մասին խոսեցակ եւ շատ ուրախ ենք եւ մերսի քեզ։ Շատ մերսի, սիրած երկս սկսավ։ Եղած է, մտիկ եք։ Միացեք մեզի։ Հաջող կհանդիպինք ծեր հոդվածներուն, աբակաթերթին մեջը, իսկապես սանք շատ սկացական, մդերմիկ ոչ մունիկ կրելու, ծեզի համար ինչ կնշանակ է հայ մամուլը և թուկ մաս կազմել այդ մամուլին։ Կրել գարձես ինձի համար ավելի թիրուն է, կանտե խոսիլը, բայց աբակայի բարակային, այնքան սիրելի է մոդիկ է սրդիս, նույնիսկ մամուլը ընդհանուր առմամբ, որ գգապվիս, ուզես կգապվիս և անոր հետևանքով արդեն անոր առաքելությունին ալ գոքնես, այսինքն առավելությունը, որ առաքինության կփոխվի։ Ամենայն ծեպս կրել են անտիլ խոսելու մեջ շատ լավ եք։ Չեմ գարձեր, բայց ինչ որ է։ Ձեզի ալ շատ հաջողություն կմաղթեմ, որովհետև դուք շատ օգտակար եք այսպես դարբեր ծևով, մամուլի դարբեր ծև մնե։ Բոլորս նույն ընտանիքի մաս կգազմենք, շատ շնորհակալ ենք։ Խնդրեմ, հաջողություն ձեզի։
Բարևավո։ Բարև Թամար, ինչպես եք։ Շատ լավ, նախ թույլ տվեք, որ շնորհավորենք Աբակատերտի 50-ամյակը։ Իբր խմբակիր այսօր դուք անդրադարձաք նախքին 50 տարիներու մասին հագիրճ կերպով, սակայն գուզեմ մեր հերոստատիդողներուն այս արիթը օգտագործելով փոխանցեք ձեր բացկամը այս 50 տարիներու հետ կապված մամլո այս աստեցությունը, որ ունեցած է քաղաքներս։ Շատ բարի, ուրեմն 50-ամյակի երբ որ պատրաստությունները արդեն սկսած էինք, անընդհատ ես գմնդապերեի թե հետս հետե այս տբակիր հայ մամուլի թերը արդյոք նվազած է կամ իր թերը կբաքսի, բայց վերջավորության այդ համոզումին հասա, որ այո, լրատվամիջոցները զանազան են այսօր, մանավանդ արդի այդ ընկերային ցանցերու միջոցով, բայց այդ համոզումին հասա եւ վստահեցնեմ այդ մեկը, որ դբակիր հայ մամուլը դագավին գշարունակե իր առաքելությունը, որովհետեւ ընկերային ցանցերու մեջ մեզ ոյ մեկի եթե փամը փնտրելու լա, դարաբես չի փնտրեր, իր աչև ինչ որ էլ է այդ գճաշագե, բայց թեր դբակիր մամուլը մեծ պատասխանատվություն կդանի, որովհետև իր դված լուրերը, հաղորդած նյութերը բոլորը վավերացված են, ստույգ են, առավել մերզմե ոյ մեկ հայ անհատը ուր պիտի հանդիպի հայ քրագանության կամ հայ քիրին, հայ դարին, եթե ոչ հայ մամուլին միջոցով։ Ուրեմն գահավադամ այդ համոզումին հասած եմ 50 տարիները իվեր ինչ որ թեր գդարած է, թեր գշարունակե եւ թեր շատ բան ունի դալիք մեր հայ քաղաքին հատկապես։ Ասե որ 50-ամյակի արդիվ ուզեմ փոխանցել մեր շատ սիրելի ընթերցողներուն եւ ձեր ագնտիրներուն։ Շատ շնորհակալ ենք։ Մենք շնորհակալ ենք, որ ներկա գտնվեցաք, ձեր վարձ կգադար։ Բարև Սոֆի։ Ողջույն։ Դարձյալ բարի եկած եք Մոնտրեալ։ Շնորհակալ եմ շատ։ Սոֆի, վերջին անգամ մեր հարցազրույցը առցանց էր, հիմա շատ ուրախ ենք, որ անցամբ հոսեք։ Ուրեմն մենք շատ գեղեցիկ երեգոմներ պետք է ասել վայելեցինք ամեն մեկ երգը։ Ձեր գարձիկի ինչ էր ասկիշերվա մասին։ Անսահման ուրախ եմ նախ, որ 14 տարի անց եկել եմ ու այստեղ եմ։ Ուրախ եմ, որ վայելել եք երեկոն։ Ֆանտաստիկ եւ կարոտած եկել էի ու այնքան սեր եմ հետը ստանելու Երևան, որ խոսքեր չկան, դուք պիտի արձագանքեք, ասեք ինչպես անցավ երեկոն։ Ես ուղղակի շնորհակալ եմ, որ այսքան սեր տվեցիք ինձ։ Շիդագը մենք ենք շնորհակալ, որտեվ ասկիշեր մեզի Հայաստան փոխադրեցիք կրնամսել։ Ինչպիսի երկացանք մնգադի արած էիք հրամցնել ասկիշեր։ Լավ իմաստով զինված էի, որպիսի ամեն բան հասցնեմ ներկայացնել եւ ուրախ ռիթմեր եւ լիրիկական երգեր, որ վայելեն ամենը։ Հուսամ շատ առիթներ կստեղծվի ու շատ ավելի հաճախ կգամ եւ շատ երգեր կան, որոնք ցավոք սրտի դուրս մնացին ծրագրից, բայց մյուս անգամ անպայման կկատարեմ։ Ամեն բան արեցի, որ իսկապես մեր սիրելի ներկա հյուրերի սրտերը ջերմանան եւ մի կտոր Հայաստանից այսպես Հայաստանից ջերմություն էի բերել ու հավատացնում եմ այստեղից էր ձեր մեծ սերը տանում եմ հետս Հայաստան։ Սոֆի, երբ որ դուրս կուկաք Հայաստանեն եւ գայցելեք Սփյուռքի դարբեր համայնքները, ինչպիսի զգացում է, երբ կտեսնեք ցեզի հետ գերքեն, բարերը գիտեն։
անհավանական է զգացողությունը եւ յուրաքանչյուր արտիստ երջանիկ է, երբ ոչ միայն լսում է եւ տեսնում է ծափահարությունները, այլ տեսնում է ժպտացող աչքեր։ Քո երգը քեզ հետ երգում են, այսինքն փաստ է, որ նրանք մինչ քեզ տեսնելը լսում են քո երգերը։ Այդ երջանկությունը արտիստի համար ու արդեն տարիներ շարունակ ես վայելում եմ այդ սերը, անսահման երջանիկ եմ պարզապես որպես արտիստ եւ միակ բանը, որ կարող եմ ասել, դա շնորհակալությունն է, որ դուք կաք իմ կյանքում։ Դուք այս գիշերը սկսաք նոր երգով, որ երկու օր առաջ թողարկած էիք, քնամ գալիս եք։ Իսկապես ռիթմը այդ երգին շատ քաշողական ուժ ուներ, միշտ այսպիսի նոր երգեր գարդատրեք եւ նկատի ունիք նաեւ երդասարտությունը։ Անպայման դա շատ կարևոր է, պետք է լինել արդի, պետք է նոր ռիթմերի հետ քայլել, որպեսզի կարողանալ եւ երիտասարդների եւ տարեցների հետ քայլել ժամանակին համընթաց։ Ես փորձում եմ այդ զարկերակը միշտ զգալ, շատ ուրախ եմ, որ ստացվում է, փաստը տարբեր սրահներում երիտասարդությունն է, կա նաև ավելի տարիքային բարձր շեմ, բայց նրանք բոլորը միասին վայելում են եւ երիտասարդական նոր ռիթմերը, եւ ժողովրդական շարանները, որոնք կան իմ ծրագրի մեջ։ Մի խոսքով անսահման ուրախ եմ, որ ստացվեց այս երեկոն։ Իսկ ինչ ունի կսելիք թերթին 50-ամյակին արդիվ։ Սրտանց շնորհավորում եմ ու ինձ համար մեծ պատիվ էր 50-ամյակը, այս կարևոր ամյակը որպես հյուր ներկա լինել այստեղ ու նշել միասին։ Ուզում եմ շնորհավորել ու մաղթել եւս բազմաթիվ 50-ներ, որովհետև գիտեք, շատ կարևոր գործ է արվում Սփյուռքում եւ ձեր թերթի միջոցով նորությունները, այդ զարկերակը, ինչպես ես եմ երաժշտության մեջ փորձում պահել, դուք մեր օտար ափերում բնակվող հայերին ներկայացնում եք լուրերից մինչև նորություններ, լինում եք զարկերակի մեջ, այնպես որ սրտանց շնորհավորում եմ եւս մեկ անգամ, ուրախ եմ, որ այսօր է այստեղ էի ու տոնում էինք միասին։ Դա Աստված հաջորդ տարի էլի հանդիպենք։ Հանդիպենք եւ ավելի լրիվ երգացանկը վայելենք։ Մեծագույն սիրով։ Ես նույնիսկ պատրաստ եմ մեծ ավելի այսպես նվագախմբով գալ։ Սպասում եմ հրավերի, այնպես որ ես սիրով պատրաստ եմ գալ ու երգել ձեզ համար։ Շնորհակալ եմ անսահման։ Նույնպես մենք շնորհակալ ենք, միշտ բարի եկած եք Մոնտրեալ եւ անհամբեր կսպասենք հաջորդ գալուստի։ Ձեզ էլ շնորհակալ եմ, որովհետև լուսաբանում եք եւ այս ամենը ներկայացնում եք։ Մի խոսքով սիրում եմ ձեզ շատ, կհանդիպենք Աստված առաջ հաջորդ տարի։